Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ընդդիմությունը հայտարարեց падգամավորական մանդատները վերցնելու մասին։ Հայաստան դաշինքը հայտարարում է, մանդատն իրենց համար ոչ թե արտոնություն է, այլ քաղաքական ու իրավական զենք, որը ծառայելու է գործող իշխանության դեմ պայքարին։ Ուժեղ Հայաստանում էլ վստահեցնում են, Սահմանադրական դատարանի որոշումը պայքարի ավարտը չէ, այլ ինստիտուցիոնալ դիմադրության մեկնարկը։ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը Կարապետյանի ու Քոչարյանի քաղաքական ուժերի հայտարարության վերաբերյալ ասում է. մանդատը զենք է, բայց այդ զենքը կրակելու է հենց Հայաստանի Հանրապետության վրա։ Որովհետև այն խնդիրները, որոնք իրենք հետագայում շարադրում են իրենց հայտարարության մեջ, դա նշանակում է պատերազմ։ Դա նշանակում է Հայաստանի Հանրապետությունում արգելակում որևէ զարգացման։ Դա նշանակում է այն խնդիրների իրականացում, որը դեռ իշխանափոխության իր մոլագարությամբ հեղաշրջում անելու իր մոլագարությամբ դրել է Ռուսաստանի Դաշնությունն ինքն իր առաջ 2018 թվականից սկսած։ Հեղաշրջման այս բոլոր փորձերը ձախողվեցին։ Ադամյանը վստահեցնում է, եթե այդ զենքը ծառայեցվի ներքին ապակայունացմանը, պետական ինստիտուտների լեգիտիմությունը կասկածի տակ դնելուն ու զարգացման գործընթացները արգելակելուն, դրա հետևանքները կրելու է ոչ թե իշխանությունը, այլ պետությունը։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի գնահատմամբ էլ մանդատները վերցնելու որոշումը քաղաքական պրագմատիզմի արդյունք էր, քանի որ ընդդիմությունն ի սկզբանե նման հաշվարկ ուներ։ Հայտարարությունների հիմքը հենց այն էր, որ իրենք կարողանան հակադրվել իշխանությանը եւ հակադրվել այն իրականությանը, որը գոյություն ունի, քանի որ իրենք իրենց դիրքավորում են որպես Հայաստանի քաղաքական դաշտում ըստ էության բոլոր ուղղությունների հետ անհաշտ քաղաքական ուժեր։ Չափազանց բարձր գին էին վճարել, չափազանց, ինչ ասեմ, ազդու հրահանգ էին ստացել Ռուսաստանի Դաշնությունից, որպեսզի մանդատ չվերցնեին։ Ինչի մասին է խոսքը։ Մանկապարտեզում չենք էլի բոլորս, ոչ էլ մութ է, ինչ մանդատ կվերցնենք, չենք կվերցնենք, ինչ կանենք, այդ հեքիաթները թող գնան պատմեն նրանց, ովքեր պատրաստ են այդ հեքիաթներին հավատալ։ Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ են այն մարդիկ, ովքեր հավատում են նման ցնդաբանության։ Մինչ ընդդիմությունը խոսում է խորհրդարանական պայքարի նոր փուլի մասին, նրանց հիշեցնում են նախորդ գումարման ազգային ժողովի փորձը, պնդելով, որ ընդդիմության գործունեությունը ցանկալի արդյունք չի տվել։ Ես կարծում եմ, այս ընդդիմությունը ինչպես անհեռանկար մտել է խորհրդարան, այնպես էլ անհեռանկար խորհրդարանից դուրս է գալու, եւ իմ ասածի վառապացույցը 21-ի արտահերթով ընտրված ընդդիմության օգտակար գործողության զրո գործակիցն է պետության ու իշխանության դեմ իրենց պայքարի արդյունավետության տեսակետից։ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով խորհրդարանում մանդատ ունենալը ինքնին բավարար չէ իշխանափոխության հասնելու համար։ Խորհրդարանում մանդատ ունենալով ընդհանրապես հնարավոր չէ այս իշխանություններին հեռացնել, հնարավոր չէ այս իշխանություններին հեռացնել նաև փողոցային պայքարի միջոցով եւ ես համոզված եմ, որ թե Ուժեղ Հայաստան, թե Հայաստան դաշինքների ղեկավարները շատ լավ սա հասկանում են, հնարավոր չէ։ Ղևոնդյանը նաև հիշեցնում է, Հայաստանում ի տարբերություն 2018 թվականի լեգիտիմության ճգնաժամ չկար, իսկ իշխանություններին հեռացնելու հայտարարությունները գնահատում է որպես պարզագույն պոպուլիստական քայլ։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։